Բարև սիրելի բարեկամներ, բարև սիրելի հայրենակիցներ, ողջունում եմ բոլորիդ, ինչպես տեսնում եք, այսօր նորից մենք ունենք հյուր Գյորգի Թումասյան, քաղաքագետ, ինչպես եք։ Բարև ձեզ, շնորհակալ եմ, լավ, դուք ինչպես եք, ողջունում եմ ձեզ եւ ձեր դիտողներին։ Շատ լավ, շնորհակալություն, ես գիտեմ, որ դուք միջազգային հարաբերությունների մասնագետ եք եւ միանգամից ուզում եմ սկսել այստեղից, մեր հարցը։ Դուք չեք կարծում, որ իշխանությունը ձախողել է բանակցությունները Թուրքիայի հետ, քանի որ Արարատ սարը կամ Արարատ լեռը հեռացնում են ազնագրային կնիքներից։ Պատասխանելով ձեր հարցին պետք է ասեմ, որ բանակցությունները Թուրքիայի հետ վերջի շրջանում մենք ինչ տեսնում ենք, նկատի ունեմ ինչպես Հայաստանի վարչապետի այցը Թուրքիա, այդպես էլ տարբեր հարթակներում հանդիպումները եւ նաեւ նկատի ունեմ հատուկ բանագնացների հանդիպումները, այդ թվում այցը Քլեչի Երևան, ցույց են տալիս, որ դինամիկ առաջընթաց կա իմ պատկերացումով երկկողմ հարաբերությունների կայունացման գործում։ Գլխավոր հարցը իհարկե նրանում է, թե այդ սահմանի բացման ուղղությամբ, որի հատվածը գիտեք Մարգարայի կամուրջը եւ անցակետը պատրաստ է, մնում են ուրեմն քաղաքական որոշման մասն է մնում։ Ես կարծում եմ եւ տեսնում եմ, որ Ադրբեջանը այդտեղ փորձում է մի փոքր հետաձգել բացման գործընթացը, բայց Թուրքիան կարծես սեփական օրակարգով ուզում է միջև խաղաղության պայմանագիրը ստորագրելը արդեն բացի այդ սահմանը եւ դա կարծում եմ տրամաբանական կլիներ, ուստի ես չեմ կարծում, որ ձախողվել է գործընթացը, հակառակը վարչապետը Մակումի ելույթում ասեց, որ շատ դրական դինամիկա կա Թուրքիայի հետ հարաբերությունների կայունացման ուղղությունով եւ ես տեսնում եմ դրա փաստերը, արդեն նշեցի, ինչպես նաեւ ասեց, որ նախագահ Էրդողանի հետ ուրեմն վստահության մթնոլորտ է ձևավորվում, կարծում եմ դա ընդհանուր առումով ճիշտ գնահատական է, դա չի նշանակում, որ վստահությունը իրոք այդպիսի լուրջ է, բայց բանակցությունները, շփումները, այցերը եւ հանդիպումները այո բերում են վստահության առնվազն մթնոլորտին։ Իսկ ինչ վերաբերվում է կնիքին, ապա ես կարծում եմ, որ դա քաղաքականացված հարց է այս փուլում, որովհետև դա առհասարակ կապ չունի Արարատ լեռի պատմական կարևորության հետ հայ ազգի համար, բազում պետություններ եւ կարծես բոլոր պետությունները կամ մեծամասնությունը չեն օգտագործում որևէ լեռ կամ որևէ եւ կան ազգեր պետություններ, ով իրանց համար էլ ունեն լեռ շատ մեծ կարևորությունով իրանց հոգեվոր մշակութային առումով չեն օգտագործում կնիքում, հայկական պետությունն էլ չի օգտագործել միջև կոնկրետ թիվ 2000-ականների սկիզբը կարծեմ եւ երբ սկսել է օգտագործել, հիմա մենք պետք է հաշվի առնենք, որ կարևոր է, եւ սա չի երևում որևէ տեղ, որ սա Թուրքիայի պաշտոնական պահանջն է եղել, բայց արեք մենք ինքներս հասկանանք, եթե մենք ուզում ենք, որ Թուրքիայի հետ սահմանը բացվի եւ Թուրքիայի քաղաքացիները, այդ թվում գան Հայաստանից, Հայաստանի քաղաքացիները գնան Թուրքիա, ապա իրանց անձնագրում կնիկ դնելը, որում կլիներ Արարատը, որը փաստացի գտնվում է Թուրքիայի Հանրապետության տարածքում եւ դա որևէ մեկը չի վիճարկում, կարար այսպես ասած զարմանալի մեսիջ իրանց փորձեր ուղարկել նրա մասին, թե ինչ մոտեցում մենք ունենք։ Ուստի սա կոնստրուկտիվիզմի նպատակով է արվում, բայց կարևոր է, որ սա չլինի պահանջ եւ կարևոր է, որ սա չնվազեցնի իրականում մեր կապը Արարատի հետ, ինչպես պատմական կարևորագույն սա մեր համար միայն սար չի, չէ, սիմվոլ է կարելի ասել, որը մեր համար շատ ավելի խորքային կարևորություն ունի, քան իր պատկերը նույնիսկ։ Շատ լավ, ես ուզում եմ ավելացնել, որ Արարատ սարը մենակ սիմվոլ չի, Արարատ սարը մեր ինքնությունն էլ է, մեր պատմությունն էլ է, բացի ամեն ինչից նա նաև սուրբ սար է, քանի որ նա Աստվածաշնչի մեջ էլ կա, նույնն էլ այնտեղ է իջել եւ այլն։ Եվ ինչու ես հենց այստեղից սկսեցի, որովհետեւ sense դեպք արդեն եղել էր, եթե չեմ սխալվում 2016 թվականին, ոնց որ կներեք, եթե սխալվում եմ թիվը, ֆուտբոլային դիվանագիտության ժամանակ Սերժ Սարգսյանի ժամանակ թուրքերի պահանջով հեռացվեց Արարատ լեռը հայկական ֆուտբոլային այդ մարզաշապիկի դոշից, եւ հիմա երբ որ Թուրքիայի հետ բանակցություններ են տանում, նորից նույն իմ կարծիքով պահանջ, ինչքան էլ որ դուք ասում եք, որ այդպես չէ։ Հիմա ես նաև ինչու ուզում եմ պարզաբանեմ, ինչու եմ ասում, որ չձախողվեցին, որտեվ եթե ճիշտ բանակցել, կարելի է
բացատրել, որ սա Սուրբ Սար է, մենք էլ առաջին քրիստոնյա ազգն ենք։ Ինչու պետքա Թուրքիայի քաղաքացին վատ զգա իրան, երբ որ սա Սուրբ Սար է, Աստվածաշնչի սարն է, մենք էլ առաջին քրիստոնյա ազգն ենք։ Ինչու չեն կարող օգտագործել։ Խնդրեմ։ Քաղաքական մակարդակով սարերը կամ որևէ վայրերը որևէ առանձնահատուկ նշանակություն չունեն։ Քաղաքական միջազգային իրավունքի կողմից հարց նրանում է ինչը որ տարածքում է գտնվում եւ ինչ նշանակություն ունի։ Իհարկե Արարատի օգտագործումը տարբեր ուղղություններով, այդ թվում դուք կտեսնեիք, որ նաեւ վերջերս վարչապետը ուրեմն տարբեր իր ելույթների ժամանակ ֆոնին կտեսնեք Արագած սարը, ինչպես նաև կառավարության շենքում հանդիպումների սրահ կա, որտեղ որ նաև Արագած շենքն է, ուրեմն եւ դա միտմամբ է արվում, որովհետեւ Հայաստանը փորձում է օգտագործել իր տարածքում գտնվող համար կարևոր նշանակություն ունեն, կապելով Հայաստանի Հանրապետության հետ հենց իրական Հայաստանի այդ կոնցեպտի ներքո, ինչը նկատի ունի այն, որ Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող ուրեմն բոլոր այդ վայրերն են մեր համար առաջերտին կարևոր, ինչու, որովհետև մենք պետք է այս փուլում առնվազն փորձենք բաժանել իրարից պետականությունը եւ այսպես ասած պատմական հայրենիքի պատկերացումները։ Իմ նախնիները Կարսից են եւ պատմական հայրենիքի առումով ես երկար կարող եմ խոսել կարևորության մասին, բայց ես միևնույն ժամանակ հասկանում եմ, որ Հայաստանի Հանրապետության միջազգայինորեն ճանաչված սահմաններում չի գտնվում Կարսը, ուստի կարևոր է Հայաստանը ինչպես է իրան դրսևորում։ Դա մեզ չի սահմանափակում, ինչպես հասարակ քաղաքացիներ ունենալ մեր մոտեցումները, այդ թվում Սփյուռքը նկատի ունեմ, ով ունի ծագումով կապ եւ այլն, բայց իշխանությունը եւ պետությունը պետք է եւ մենք նույնն ենք պահանջում հակառակորդի կողմից, Թուրքիայից թե Ադրբեջանից, պետք է ֆիքսվենք նրա վրա, ինչը մեր տարածքային ամբողջականության ներքո է եւ ինչը ճանաչված է այդ առումով։ Ուստի քաղաքականությունը, միջազգային հարաբերությունները իրանք կրոնական այդ բաղադրիչը չունեն եւ չպետք է ունենան, ասեմ ինչու նաեւ, որովհետեւ Թուրքիայի պետությունը երկար ժամանակ մենք ճիշտ է իրան Օսմանյան կայսրություն ենք անվանել, բայց եղել է իսլամական պետություն, հենց այսպիսի ձևաչափով եւ պետության ղեկավարը եղել է խալիֆ եւ հայերը ապրել են մեր նախնիները իսլամական պետությունում։ Ուստի ես պատկերացնում եմ, որ մենք մի փոքր ավելի խորը պետք է ազգովին նայենք այն հարցին, թե ում շահերի մեջ է մտել եւ ով է փորձել օգտագործել այս իսլամական քրիստոնեական հարցերը, տարբերությունը եւ որը նաեւ բերել է այն հետևանքներին, որը մենք ունենք առհասարակ պատմությունում եւ մինչեւ հիմա էլ արդյոք կան մարդիկ, ով փորձում են դա հենց կրոնական ուղղությունով ֆիքսել եւ այդպիսի մարդկանցից մեկը Իլհամ Ալիևն է։ Եթե դուք ուշադիր լսեք իր ելույթը մակում, ինքը ասում է, որ հայերը ոչնչացրել են 65 մզկիթ Ղարաբաղում, որ հայերը հակաիսլամական օրակարգ են տանում եւ զուգահեռ դրա հիմա Հայաստանի Հանրապետությունը դիվանագիտական հարաբերությունները ձևավորում Սաուդյան Արաբիայի եւ Պակիստանի հետ։ Ինչու? Որովհետեւ դրա օրակարգն է նաեւ, որ Հայաստանը իսլամական աշխարհի հետ, իսլամական պետությունների կամ առհասարակ մուսուլմանների հետ որևէ խնդիր չունի։ Մեզ փորձել են այդ ուղղությամբ օգտագործել եւ հաշվի առնելով, որ Էրդողանը նաեւ իսլամիստական օրակարգ ունի, ապա դա առհասարակ վտանգավոր է նորից փորձել որևէ ձևով մտնել քրիստոնյա իսլամական այդ արճակատման մեջ, որում ուղիղ պետք է ասեմ եւ շատ անկեղծ, մենք զոհն ենք, մենք թիրախն ենք, որովհետեւ շատերին կարա դա ձեռ տա, բայց ի վերջո տուժող կողմը միշտ հայտնվում ենք մենք, որովհետեւ մենք ենք թույլը եւ մենք ենք այստեղ գտնվում։ Հերվից սա շատերի համար կարա նույնիսկ օգտակար լինի, որ հայերը լինեն զոհ եւ թիրախ։
Շատ լավ, հիմա հենց այդ նույն լոգիկայով, քանի որ դուք երկար պատասխանեցիք, երկու հարց առաջացավ, հենց այդ նույն լոգիկայով Թուրքիան կարող է պահանջել, որ մենք չունենանք Արարատ քաղաք, հա, այսինքն այդ անունով պետք է փոխվել, չունենանք Արարատ ֆուտբոլային թիմ, իսկ ինչ վերաբերվում է, որ Ադրբեջանի նախագահան մեղադրում է Հայաստանին մսկիթների քանդմանը, բայց ինչու Նիկոլ Փաշինյանը որևիցե մի խոսք իր ելույթում չասեց, որ Ադրբեջանը ջնջում է հայկական մշակույթը, հա? Այդքան եկեղեցի ավիրեցին, այդքան խաչքարեր ավիրեցին եւ ոչ մի խոսք, եթե դուք ելույթը նայեք սկզբից մինչեւ վերջ, կարծեմ 3 էր թե 3 չի առաջորը, ոչ մի խոսք չկա։ Ինչու։ Ես հենց նոր ձեզ պատասխանեցի, որ կան հետաքրքրված ուժեր աշխարհում, ով ուզում է մեզ մտցնել քրիստոնյա, մուսուլման արճակատման մեջ եւ նույնիսկ ավելի լայն միջազգային կոնֆլիկտ քրիստոնյաների եւ մուսուլմանների միջեւ, որ սկսվի այստեղից։ Եվ հիմա հարց է առաջանում. մեզ դա ձեռ է տալի, մենք դրա լինելու ենք զոհ, եւ մենք դրա զոհ արդեն եղել ենք։ Հայոց ցեղասպանությունը միայն ազգի թեմա չէր, եթե մենք ուշադիր նայենք, ապա իսլամական պետությունի համատեքստում համարվել է, որ քրիստոնյաները ճակերտներում դավաճանել են իրենց, որովհետև իսլամական աշխարհը, եթե դուք ուշադիր կարդաք ուրեմն Կիսինջերի World Order-ը կամ ուշադիր կարդաք Clash of Civilizations Huntington-ի, կտեսնեք, որ իսլամական աշխարհը ունի շատ լուրջ իր օրակարգը, որը լուրջ խնդիրներ է իրականում, ամենալուրջ խնդիրն է նույնիսկ միջազգային հարաբերություններում համարվում, եւ մենք այդ առումով այդ խաղի մեջ, որտեղ որ մենք պարտված կողմ ենք հայտնվելու, չպետք է մտնենք, նկատի ունեմ նույնիսկ մենք տեսնում ենք, որ այո, հենց Ալիևն է ուզում այդ օրակարգով շարժվել, մենք նաև պետք է մի բան հասկանանք, ում հետ մենք գործ ունենք, եւ պետք է ճանաչենք նաև իսլամի գաղափարախոսությունը։ Ինչ նկատի ունեմ, Խոսքին Կարսում եկեղեցին, գլխավոր հայկական եկեղեցին հիմա մսկիթ է։ Ինչպես նաև Պոլիսի ուրեմն Այա Սոֆիան եկեղեցին, ամենամեծ եկեղեցին եւ պատմական բոլորը որ գիտեն, նաև մսկիթ է։ Մեր համար դա անընդունելի է համարվում, չէ՞։ Մենք կարծում ենք, որ ոնց դա կարելի է լինել, դա կեղծում է պատմությունը, բայց երբ դու նայում ես իսլամական մոտեցումներին, ապա իրանք պատկերացնում են, որ հրեական ուրեմն կրոնի եւ հետո քրիստոնեական կրոնից վերև է գտնվում իսլամը, որը ավարտում է այդ ամբողջ շղթան եւ նույնիսկ եթե բոլոր հրեական կրոնական կենտրոնները կամ քրիստոնեական կենտրոնները դառնան իսլամական, դա ընդունելի է։ Դրանում իրանք խնդիր չեն տեսնում։ Ուստի զարմանալի չէ նույնիսկ ինչ է տեղի ունենում Ադրբեջանի տիրապետության տակ գտնվում տարածքներում եւ առհասարակ նույն քաղաքականությունը Թուրքիան էլ նույն բանն է անում։ Իսլամիզմի խնդիրն է այստեղ։ Հարցը նրանում է մեր գնահատականները ինչ արդյունքներ կբերեն։ Վարչապետի ելույթը դա հնարավոր է, որ ինքը այդպիսի ելույթ ունենա։ Ինչ արդյունքներ մենք այդտեղից կքաղենք։ Արդյոք դա կնպաստի նրան, ինչ օրակարգով ենք մենք գնում, իսկ այդ օրակարգն է այն, որ Հայաստանի Հանրապետության միջազգանորեն ճանաչված տարածքների ճանաչումը եւ անվտանգությունը ապահովենք։ Ուստի մենք պետք է հասկանանք քո նպատակը ինչու՞մ է։ Ճշմարտություն ասելը դու կարող ես Հունաստանն էլ կարա ամեն օր դուրս գա եւ ասի Այա Սոֆիան մեր քրիստոնեական տաճար է եւ մի հատ էլ Պոլիսը մեր մայրաքաղաքն է, բայց չի անում այդպես, չէ՞։ Ոչ թե այն պատճառով, որ պակաս հայրենասեր են, այլ որովհետեւ միջազգային հարաբերությունները հայրենասիրության հետ ուղիղ կապ ունի, պրագմատիզմի եւ ռեալ պոլիտիկի հետևանք է շատ դեպքերում։ Պատասխանելով ձեր հարցին քաղաք Արարատի հետ իհարկե դա դրա հետ կապ չունի, պետական սիմվոլները ուրիշ են եւ կնիքը էլի եմ նշում, երբ մուտք ես գործում, դա ուրիշ հարց է, պետություն, եւ տեսեք, սա ուղիղ կապ ունի նրա հետ, որ մենք ասում ենք սահման ենք ուզում բացել, ուզում ենք Թուրքիայի քաղաքացիները գան Հայաստան եւ Հայաստանի քաղաքացիները գնան Թուրքիա եւ կնիքի հարց կա, երբ Թուրքիայի քաղաքացու ուրեմն անձնագրում այդ կնիքի վրա ինչ կլինի գրված, նույնը Հայաստանի, եթե Թուրքիան ունենա ինչ-որ կնիքում այնպեսի գրառում, որը առհասարակ անհնար կամ քոչնդոտ կստեղծի Հայաստանի քաղաքացու համար մուտք գործել Թուրքիա, ապա
Դա նաև թուրքական կողմը կարա ոչ ուղիղ, սա պահանջ չէ, բայց ներկայացնի։ Ուստի ես չեմ կարծում, որ այս հարցը շատ մեծ տարածում ունենա եւ ուրիշ ոլորտներին վերաբերվի, բայց կարծում եմ հայկական կողմն է հենց փորձել ուղղակի կոնստրուկտիվ այդտեղ քայլ անի։ Շատ լավ, հիմա Թուրքիան չի պահանջե, հասկացանք։ Իսկ ոնց հասկանանք, եթե ստեղծվում է, այսպես ասած, 4-րդ հանրապետություն, սա էլ Ադրբեջանը չի պահանջե, չէ՞ որ մենք բոլորս հասկանում ենք, որ սահմանադրության հարց կա։ Սահմանադրության հարց կա եւ սահմանադրությունը գիտենք, որ Ադրբեջանը մի կոնկրետ հատված է ուզում սահմանադրությունից փոխել եւ մենք դա գիտենք, որը վերաբերվում է անկախության հռչակագրին եւ Լեռնային Ղարաբաղի այնտեղ նշմանը, Հայաստանի իշխանությունները ասելով, որ չեն կատարում Ադրբեջանի պահանջը, ասում են, որ մենք գնալու ենք ուրեմն նոր սահմանադրության ուղղությունով, որովհետեւ դրա անհրաժեշտություն կա։ Հիմա որ անկեղծ լինենք, այդպիսի հարց դրված էր օրակարգում դեռ երբ Սերժ Սարգսյանն էր վարչապետ եւ այդ սուպեր վարչապետի իրավիճակը ստեղծել էր, ուստի դրա անհրաժեշտություն կա։ Նաև որ անկեղծ լինենք, իհարկե, այս խոչընդոտը, որը կա խաղաղության պայմանագրի ստորագրման առումով, հանվելու է այնտեղից, որովհետեւ դրա իրական նաև ինչ որ առումով հիմքեր չկա։ Լեռնային Ղարաբաղի հարցը մենք տեսնում ենք ինչ իրավիճակում է գտնվում, ուստի զուտ պահել դա սահմանադրությունում եւ ստեղծել խնդիրներ այն իրավիճակում, երբ մենք հակառակը փորձում ենք լուծել խնդիրները Հայաստանի Հանրապետության համար, տրամաբանական չէր լինի, քաղաքականությունը էմոցիաների հետ կապ չունի։ Գիտեմ, որ շատերը դա չեն կիսի, բայց դրա մեջ մասնագետներն են զբաղվում միջազգային հարաբերություններով, այլ ոչ թե ամբողջ հանրությունը, որը քննարկում է ի վերջո իրադարձությունները եւ շատ դեպքերում քննադատում է որոշումները եւ այնպես չի, որ երկրի ղեկավարի որոշումները անպայման ժողովուրդը պետք է ամեն ինչին աջակցի, դա կլիներ պոպուլիզմ առհասարակ եւ այդպես չի ղեկավարվում պետությունը։ Մենք պետք է հիշենք, որ պետության հնարավորությունները տալիս է ժողովուրդը, բայց ժողովուրդը այնինչ պահանջում է, շատ դեպքերում չի համապատասխանում իր հնարավորություններին։ Ոսկին հայ ազգը այնինչ ձևավորում է հնարավորություններ է տալիս 3 միլիոն Հայաստանի քաղաքացին, Հայաստանի կառավարությանը, չի համապատասխանում նրան, ինչ է պահանջում, ինչպիսի ուժեղ պետություն է պահանջում, ինչպիսի աշխարհակաղակական դիրքեր է պահանջում։ Բայց հայ ազգը միայն պահանջում է չեթալ զիջումների։ Այո, այդ թվում անհամաչափ զիջումների։ Երբ դու պահանջում ես չգնալ զիջումների, դու պետք է կամ դու ինքդ կամ կառավարությունը առանձին պետք է հաշվի քո ինչից է գալիս պետության ուժը, ռազմական ուժից, տնտեսական ուժից, դիվանագիտական ուժից, դեմոգրաֆիկ ուժից եւ շատ այլ ուրիշ բաղադրիչներից։ Այո, մենք կարող ենք քննադատել կառավարությանը, որի կառավարման էֆեկտիվության մակարդակը ցածր է, չնայած նրա, որ շատ ավելի բարձր է, քան նախկին իշխանությունների ժամանակ եւ ունենք լուրջ տնտեսական զարգացում, կոռուպցիայի դեմ պայքար եւ այլն, բայց առհասարակ, եթե համեմատենք հաջողակ էֆեկտիվ պետությունների, չգիտեմ, Սինգապուրին, Իսրայելին, Շվեյցարիային, փոքր եւ հզոր պետությանը, ապա իհարկե Հայաստանի կառավարման համակարգը ոչ թե մոտ չէ, այլ շատ լուրջ խնդիրներ ունի եւ դա այսօրվա իշխանությունների պատասխանատվություն է, բայց միևնույն ժամանակ ժողովուրդը չի տրամադրել Հայաստանի իշխանություններին այդ դեմոգրաֆիկ, այդ տնտեսական, այդ կոորդինացված եւ այդ ուրեմն պետության տնտեսությունը զարգացնող հնարավորությունները։ Սա է, ինչ ազգը մենք պետք է հասկանանք, վարչապետը ով է լինի այն, դա ի վերջո կոլեկտիվ ազգի հնարավորությունների առումով ով է լինի, կարող փոխել վաղը, մի տարի հետո, այն ընտրությունները գալի, հարցը դրանում չի, ում ենք ընտրում, արդյոք մենք ունենք այդ կոլեկտիվ ավելի լավ հնարավորությունը, որը մենք պատկերացնում ենք, որ մեր ազգից ստեղծված, ծնած եւ պատրաստված ամենալավ զավակներ կամ զավակներն են, ով կկարողանան հասնել այն նպատակներին, որը մենք դրել ենք, չէ՞։ Դա հենց այդ օրակարգով պետք է դիտարկենք։ Իսկ մենք հաճախ գիտենք ոնց է դիտարկում։ Մենք ուզում ենք ամենալավը, բայց պատրաստ ենք շատ քիչ դրա համար տալ եւ հատկապես ես
պետք է նաև ուղիղ ասեմ, մենք գիտենք, չէ, ինչպիսի իրավիճակ է։ Շատերը ուզում են իր որդին չծառայի բանակում, բայց մենք հաղթենք պատերազմում եւ շատ հզոր լինենք եւ հզորի դիրքերից խոսենք բոլոր հարևանների հետ։ Միևնույն ժամանակ ուզում է ինքը հարկեր չվճարի, բայց ուզում է պետությունը ամեն ինչ ապահովի իր համար, ճանապարհներ, Պարոն Թոմասյան, բայց այստեղ խոսքը ռազմական ուժի մասին չի։ Ադրբեջանի սահմանադրությունում կա տարածքային պահանջ Հայաստանի նկատմամբ։ Ճիշտ է, ճիշտ է։ Մեկնաբանեմ։ Այո։ Ուրեմն հենց այդպես չէ, որովհետև մեր մոտ կոնկրետ նշված է Լեռնային Ղարաբաղի հարցը, իսկ Ադրբեջանը զուտ իրան հռչակել է առաջի Ադրբեջանի Հանրապետության իրավահաջորդ, բայց տարածքային ամբողջականությունը ճանաչված է Ալմա-Աթայի հռչակագրով։ Դրա վառ օրինակը նաև Վրաստանն է, որը իրան հայտարարել է առաջի Վրաստանի Հանրապետության իրավահաջորդ, որի սահմանները ներառել են նաև մի քանի մեր հարևան պետություն, ավելի ճիշտ բոլոր մեր հարևան պետությունների այսօրվա տարածքների մի մասը, եւ Վրաստանը միևնույնն է չի ճանաչում իրան տարածքային առումով իրավահաջորդ, այլ ճանաչում է Ալմա-Աթայի հռչակագիրը։ Թուրքիայի, Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի հետ Վրաստանի սահմանը գալիս է Ալմա-Աթայով, բայց իրավական առումով Վրաստանը առաջի հանրապետության իրավահաջորդն է։ Հայաստանի Հանրապետությունը նույն Ալմա-Աթան է ճանաչել եւ Ադրբեջանը նույնպես, Ադրբեջանը ուղղակի իրան առաջի հանրապետության իրավահաջորդ է համարում, իսկ Հայաստանը երկրորդ հանրապետություն է ճանաչում ինչպես այսպիսին։ Վրաստանում չկա պատկերացում երկրորդ եւ երրորդ հանրապետություններ, որովհետեւ Կներեք, բայց եթե ես չեմ սխալվում, Ադրբեջանը անգամ ունի վրացական տարածք օկուպացված, եթե ես չեմ սխալվում։ Ալմա-Աթայի հռչակագրով, հետսովետական տարածքներով ոչ, նայած դուք ինչ նկատի ունեք։ Վրացական եկեղեցու Դավիթ Ինչ վերաբերվում է եկեղեցու Դավիթ Գարեջիի հարցին, ապա Դավիթ Գարեջիի այդ եկեղեցու համալիրը գտնվում է հենց սահմանին։ Եվ սահմանազատված չէ այդ հատվածը։ Եվ ասեմ ձեզ, որ Վրաստանի իշխանությունները մինչև 2020 թվականի խորհրդարանի ընտրություններ սկսեցին մի այսպիսի արշավ պոպուլիստական, որը կապված էր հենց Դավիթ Գարեջին, որ Դավիթ Գարեջին մերն է, իբրև Ադրբեջանը խլել էր եւ այլն։ Ես չգիտեմ, նույնիսկ կա թեզեր, որ դա պայմանավորված էր Ադրբեջանի հետ նրա համար, որ ներքաղաքական ձայներ մոբիլիզացիոն գործընթաց իշխանությունները տանեն եւ թեման շեղեին ուրիշ բոլոր թեմաներից, բայց դա ուրիշ հարց է։ Հարցը փաստը նրանում է, որ Ադրբեջանը այդ հենց Վրաստանը սկսեց այդ Դավիթ Գարեջիի թեզը, Ադրբեջանը այնտեղ ուրեմն խոչընդոտեց վրացական կողմի ուրեմն շարժը եւ մոտեցումը սահմանին, որտեղ որ ադրբեջանցի գտնվում են։ Մի խոսքով Ադրբեջանի դիրքորոշումը էլ ավելի ագրեսիվ դառավ։ Եվս մեկ անգամ խնդիրը նրանում է, որ սահմանազատված չէ այդ հարցը եւ բայց այդպես Հայաստանի սահմանները սահմանազատված չեն, դե ցելի որտեղ ուզեն կմտնեն։ Ես նայել եմ Google-ով, հարգելի։ Ես ֆիքսում եմ, իրանք չեն որևէտեղ մտել, կարելի ասել նախկինում իրանք, տեսեք, համալիրը կեսը գտնվում է Վրաստանում, կեսը Ադրբեջանում մոտավորապես, նկատի ունեմ մեր համալիրով է անցնում։ Եվ միջև այդ, եթե իրանք համալիրի տարածք չէին մտնում եւ հերոին մի փոքր գտնում եւ թույլ էին տարի վրացական կողմը մտներ, հենց Վրաստանը սկսեց ներքաղաքական առումով սա օգտագործել, իրանք եկան կես համալիրի հատվածում կայնան, որը այնպես էլ նախատեսված էր, որ իրանց տարածքում է գտնվում, բայց սահմանազատված չէ, ֆիքսված չէ կոնկրետ, որովհետեւ պետքա կողմերը պայմանավորվեն։ Մի խոսքով չի համարվում, որ որևէ բան է գրավել, բայց իրոք ավելի ագրեսիվ դիրքորոշում է արել եւ չի ներխուժել Վրաստանի տարածք ինչպես այսպեսի։ Եվ այո, սահմանազատում չունենալը խնդիր է, բայց ասեմ ձեզ, որ մենք խոսքին Վրաստան-Հայաստան սահմանի վրա էլ ունենք ուրեմն Խուճապի վանք կամ Հուջաբի վանք, վրացել են այդպես է կոչվում, որը հենց սահմանին է գտնվում եւ որը նաեւ երկու պետությունների միջև խնդրահարույց հարց է, ուստի միջև սահմանազատված չէ, այսպիսի խնդիրներ կլինեն Վրաստան-Հայաստան, Վրաստան-Ադրբեջան, Հայաստան-Ադրբեջան, դա նորմալ է, ուստի դրա է կարևոր սահմանազատումը ավարտել։ Շատ լավ։ Ես ինչու հիշեցի այս հարցը, որովհետև ճիշտ ասած մեր եթերից առաջ ես Google Map-այով նայել եմ եկեղեցին, վրացական եկեղեցին եւ ըստ Google Map-ի, հա, մապան քարտեզն է, Google քարտեզի այդ եկեղեցին գտնվում է Վրաստանում։ Եթե Google քարտեզը ճիշտ է ցույց տալի սահմանը, գտնվում է Վրաստանում։ Դրա համար ես չեմ հասկանում ինչու եք ասում, որ
այդտեղ Մոտավորապես ես նույնիսկ ես չեմ կարող ասեմ այն ինչ սահմանազատման հանձնաժողովը պետք է ասի, ես ասում եմ որ այդ վանքը ուրեմն Դավիթ Գարեջի գտնվում է սահմանամերձ շրջանում, սահմանը որտեղի այդտեղ անցնում հենց դա պետք է պարզվի։ Google Maps-ը ինքը չի կարող վստահելի աղբյուր լինի, որովհետև պետք է ֆիքսել սովետական միության փլուզման ժամանակ եղած սովետական սահմանները եւ հենց այդ օրակարգով տեսնել կոնկրետ սովետական միությունը որտեղ է անցկացրել սահմանը, ասեմ ձեզ որ հատուկ են անցկացրել այնպես որ խնդիր լինի, դա պարզ է։ Բայց հիմա հենց այդ նույն ձեր ասածով, հա, ադրբեջանցի գտնվում են ջերմուկում ու ասում են, գիտեք ինչ կա, դուք եք Google-ով նայում ձեր բանը, քարտեզը։ Չէ, դա տարբեր հարց է, այստեղ մետրերի մասին է խոսքը գնում, իսկ այնտեղ դուք հարյուրավոր եւ նույնիսկ կիլոմետրից ավել խորության մասին է խոսքը գնում եւ տարբերությունը հենց դրանում է, որ կան հատվածներ, որտեղ որ Ադրբեջանը եւ Հայաստանը իրար տարածքում իրոք ինչ որ փոքրիկ քանակով մտած են տարբեր պատճառներով, նկատի ունեմ սահմանը ֆիքսված չի եւ կա սարեր խոսքին եւ դիրքեր այդտեղ սարերում, բայց ջերմուկի հատվածում սա ակնհայտորեն ագրեսիա էր Հայաստանի Հանրապետության դեմ, որովհետև իրանք շատ լավ գիտեին, որ դա արդեն սահմանի խնդիր չէ, այլ խորանում են Հայաստանի տարածքում, ուստի տարբեր մոտեցումներ են։ Իդեպ ընդամենը 3 կիլոմետր է բաժանում ջերմուկ քաղաքից իրանց դիրքերը, իրանց գրաված դիրքերը, հա։ Եվ ուզում եմ նաև հիշեցնել, որ Ադրբեջանի նախագահն ամեն անգամ դիմում է, հա, Հայաստանին, որ պետք է Հայաստան ընդունի 100,000 ադրբեջանցի հենց Սյունիքում։ Սա հենց տարածքային պահանջ չի։ Դե պաշտոնական առումով իրանք փորձում են բացատրել, որ տարածքային պահանջ չեն ներկայացնում, որովհետև եթե ներկայացնեին, ապա չէին Հայաստանից պահանջի, եւ այդ ուղղությունով են իհարկե ռետորաբանություն տարածել, որ գքան կգրավեն այնպես կբերեն կվերաբնակցնեն ադրբեջանցիքին, արել են դա, բայց դա եղել է երբ միջև Վաշինգտոնի այս պայմանավորվածությունը եւ օրակարգը փոխվել է, իրանք ռետորաբանություններն է փոխվել, եթե առաջ արևմտյան Ադրբեջանի այսպես կոչված ճակերտներում կեղծ թեզը շատ ավելի ագրեսիվ էին տարածում, դրանից հետո այդ թեզը փաստացի էլ պաշտոնական առումով որևէ տեղ չի հնչում, բայց ասեմ ձեզ շատ ուղիղ, որ տեսեք, իրանց պաշտոնական դրսևորումն է, եթե Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղի հարց է բարձրաձայնելու, ապա իրանք ճակերտներում Զանգեզուրի հարց են բարձրաձայնելու, եթե մենք Լեռնային Ղարաբաղից փախստականների վերադարձի հարց բարձրաձայնենք, իրանք Հայաստան կբարձրաձայնեն ադրբեջանցիքի այդպես կոչված վերադարձի հարցը եւ այլն, սա ուղղակի ռեալ պոլիտիկ է, մենք պետք է այստեղ հաշվի առնենք, թե այո, հասկանում եմ, որ եւ շատերը կասեն եւ ես ինքս եմ հաստատում, որ տարբեր հարցեր են, տարբեր ուրեմն ենթատեքստ ունեն, տարբեր իրականություններ, շատերը կասեն ադրբեջանցիք իրանց ցանկությունով են գնացել, փաստաթղթեր դրա կա եւ այլն։ Այո, գիտեմ, բայց միջազգային հարաբերություններում գերակա կշիռ ունի ուժը։ Այս փուլում պատմության դա այդպես Հանուն արդարության միջև դուք պատասխանում եք, ես ստուգում էի Google Map-ան եւ եկեղեցին, վրացական եկեղեցին եւ ադրբեջանական սահմանը մոտավորապես 450 մետր հեռավորության վրա է։ Իօքուտ Վրաստանի, քանի որ եկեղեցին գտնվում է 450 մետր ըստ Google քարտեզի նորից Վրաստանի տարածքում։ Եվս մեկ անգամ ես Google քարտեզով չեմ կարող քննարկել, ես գիտեմ այն ինչ քննարկվել է Վրաստանի հանրությունում եւ գիտեմ, որ մեկ հատվածը դա համալիր է, միայն եկեղեցի չէ, մեծ համալիր է Դավիթ Գարեջին, մի հատվածը նույնիսկ սովետական ժամանակում եղել է ուրեմն Ադրբեջանի տարածքում, մի փոքրիկ հատվածը, այնտեղ տարբեր համալիրում տարբեր հատվածներ կան, մի տեղում չի նույնիսկ, մի քիչ ավելի հեռու իրարից, իսկ ինչ վերաբերվում է վերջի բաներին, ապա Ադրբեջանը հենց դա որ սահմանազատված որ չէ, կարելի ասել այդ ֆիքսված սահմանը մոտավորապես որտեղ որ անցնում է, երկու կողմն էլ վրացական եւ ադրբեջանական հեռու է գտնվել։ Ադրբեջանցիք ուղղակի մոտեցել են այդ գծին։ Մինչև հիմա իրանք էլ չեն ասում, որ համալիրը մեր տարածքում է գտնվում կամ վրացիք ասում մեր տարածքում, որտեղ սահմանազատման հանձնաժողով կա եւ մենք Վրաստան-Ադրբեջան բարեդրացիական հարաբերություններ կա, պատերազմային կամ ագրեսիվ հարաբերություններ չի եղել, որ եւ կողմերը չեն փորձում իրար որևէ բանում մեղադրել, բայց ռետորաբանության մակարդակով Ադրբեջանը ունի երկար ժամանակ եւ Վրաստանը դրանով դժգոհ է,
այդպես կոչված ալբանական ագրիդագ են կոչում, կներեք, ագրիդագ Արարատին են կոչում, Քեշիկչի դագ են կոչում, ուրեմն Դավիթ Գարեջին եւ համալիրին այդպես են կոչում եւ ասում են, որ դա աղվանական, ալբանական, ուրեմն համալիր է։ Ուստի Վրաստանի կողմը դրանով դժգոհ է, որովհետեւ ուրիշ պատկերացումներ ունի Վրաստանը դրա մասին, բայց եւս մեկ անգամ այս փուլում վրացական կողմը կարողանում է գնալ, բայց համալիրի մյուս հատված չի կարող անցնել եւ ոչ թե դրամա, որ ադրբեջանցիք ասում են սա մերն է, այս փուլում առնվազն, այլ որովհետեւ ասում են սա սահման է, սահմանին մոտիկ մի եկեք։ Եվ շատ տեղերում կա, գիտեք, 1 կիլոմետրանոց, 500 մետրանոց ինչ որ տարածք սահմանին, որտեղ որ ասում են այդ հատված մի եկեք։ Ուստի այս թեման փակ չէ, շարունակվում է, իհարկե Ադրբեջանը կարելի է ասել այստեղ նաև դա հետ Ղարաբաղյան իրավիճակ էր։ Եվ ինքը իր արդեն դիրքորոշումը փոխել է, ավելի ինքնավստահ է դառել եւ Վրաստանում երբ սկսեցին դա ներքաղաքական օրակարգի համար օգտագործել, ինքն էլ իր օրակարգի համար սկսեց օգտագործել։ Մի խոսքով դա բարդ թեմա է, ես չեմ կարծում, որ դա ուղիղ մեր հետ sense անմիջապես կապ ունի, ես խոճապի վանք արդեն նշեցի, մենք կարծում եմ այդ հարցը պետք է լուծենք, որովհետեւ Վրաստանում այդ հարցը նաեւ կա եւ հարցը առհասարակ ամբողջությամբ վերահսկողությունը հայկական կողմինն է խոճապի վանքի վրա, բայց Վրաստանում նույնիսկ Մարնեուլի եւ Խուճապի եպարխիա կա վրացական եկեղեցու, ուրեմն թեմ, որը այդ եկեղեցու անվանումով է, եւ ասեմ ձեզ, որ Վրաստանի հանրությունում նաեւ փորձել են այդ թեզը, այդ հարցը ասենց տաքացնել, զարգացնել եւ այդ թեման նաեւ գոյություն ունի, ուստի մենք պետք է նաեւ այդ հարցը ապագայում լուծենք։ Պարոն Թոմասյան, Սյունիքի հարցը փակելուց առաջ, կամ այսպես ասած վերջի հարցը Սյունիքի թեմայով, Ալիևը միջև հմի կոչում է Զանգեզուր։ Նորմալ է դա։ Դա տեսեք ինքը ինչ բրենդինգ արեց, գիտեք, որ ինքը արևելյան Զանգեզուր է ստեղծել իր տարածքում։ Ղարաբաղի այդ հատվածը բաժանել է երկու մասի, եւ կա Ղարաբաղի շրջան, եւ կա իր տարածքում արևելյան Զանգեզուրի շրջան։ Դրանով նշելով, որ կա արևմտյան Զանգեզուր։ Հիմա բացի դրանից մենք գիտենք, որ զուտ բառապաշարը Զանգեզուր մենք էլ ենք օգտագործել։ Հայ ազգն էլ հարցը դրանում չի, սա տարածքային պահանջ չի։ Գալիս եմ դրան, բայց տեսեք, մենք այսօր, ես էլ, վարչապետն էլ, ուրիշ մարդիկ էլ շատերը ասում են Զանգեզուր մի օգտագործեք, ինչու, որովհետև դա դառել է պատմական տերմինից, որը նորմալ օգտագործվել է, դառել է քաղաքական եւ միջազգային օրակարգի տերմին եւ ուստի հաշվի առնելով դա Ալիևի պնդումները Զանգեզուրի ճակերտներու մասին հակասում են Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի ձևաչափին եւ եթե ինքը արևելյան Զանգեզուր է ասում, դա իր խնդիրն է, արևմտյան Զանգեզուր գոյություն չունի, կա Սյունիք Հայաստանի տարածքում Սյունիք, վերջ, դա հենց քաղաքական դրսևորումն եմ ասում, այլ ոչ թե աշխարհագրական խոսքի։ Հարցը նրանում է, որ Ալիևը չի կարող հիմա նրանից հետո, որ ինքը ճակերտներում Զանգեզուրի միջանցքից էքստրատերիտորիալ ձևաչափից հրաժարվեց, ստիպված, ամիսներ առաջ ինքը ասում էր մենք կհարձակվենք եւ ուժով կբացենք, բայց գնաց Վաշինգտոն ստորագրեց, որ Սյունիքը Հայաստանի տարածք է, որ դա Տրամպի ուղի է, որ ամերիկացիք են այդտեղ կանգնելու եւ մեր հետ միասին լինելու եւ այլն տարածքային ամբողջականությունը Ալմա Աթաև եւս մեկ անգամ ճանաչեց։ Ուստի Ալիևը հրաժարվեց իր օրակարգից, բայց չի կարող իր ժողովրդին ասել, որ գիտեք, ես ստիպված եղա հրաժարվել մեր ագրեսիվ օրակարգից եւ Զանգեզուրի միջանցքի ճակերտներում ծրագիրը այլևս գոյություն չունի։ Կա խաղաղության խաչմերուկ կամ Տրամպի ուղի, չի կարող դա ասել, ինքը բռնապետ է, բռնապետի աղբյուրը միշտ ուժն է։ Եվ ինքը հիմա ասում է ժողովրդին, որ Զանգեզուրի միջանցքի ծրագիրը միշտ սա է եղել։ Ուստի հաստատի ինչ է ասում, որ միշտ Տրամպի ուղին է համարվել։ Պարոն Թոմասյան, իրանք մեզ արգելում են, կարելի ասել, Արցախ կոչել, հա, Ղարաբաղը, իրանց ասած Ղարաբաղը Արցախ կոչել, իսկ իրանք մեր Սյունիքին կոչում են Զանգեզուր։ Այստեղից է գալի ժողովրդի դժգոհությունը, որ չի կարելի գնալ փոխզիջման անհամաչափ։ Իրանք ինչ ուզում անում ենք, մենք բերաններս փակում ենք։ Իրանք Սյունիքը ասում են Զանգեզուր, մենք բերաններս փակում ենք։ Իրանք մեզ ասում են, գիտեք, իշկա Ղարաբաղին մի ասեք Արցախ,
մենք բերաններս փակում ենք։ Իրանք այդում են մակ, ասում են, գիտեք, ինչ կա, հայերը վերացրեցին մեր մսկիթները, մեր մուսուլմանական, չգիտեմ, այս, մենք ունենալով ամենամեծ ժառանգությունը Արցախում, գնում ենք բերաններս փակում ենք։ Հետո ասում ա, գիտես, ինչ կա, դուք պետքա փոխեք ձեր սահմանադրությունը, մենք 4-րդ հանրապետություն ենք ստեղծում, որ փոխենք սահմանադրությունը, իրանք էլի անում են ինչ որ իրանց պետք։ Այս ամենը կուտակվում է ժողովրդի մեջ։ Դուք լոգիկապես ճիշտ պատասխաններ եք տալի, բայց ժողովրդի մեջ կուտակվում է։ Սա պետք է հասկանա իշխանությունը։ Ես փորձում եմ բացատրեմ ժողովրդին, որ ժողովուրդը, ես արդեն մի անգամ ասացի, ինքը ուզում է, որ մենք լինենք հաղթած, բայց այն ինչ ժողովուրդը տրամադրել է, այդ թվում են, որ կոռուպցիայի 20 տարվա պետական փլուզման ժամանակ ժողովուրդը լուր էր եւ ընդունել էր դա, այդ թվում ինչ որ եկեղեցում էր տեղի ունենում, ինչ որ իշխանությունում, ամենտեղ բանակում, բոլորը գիտեին, բոլորը լուր էին, բայց հիմա պահանջում են, որ մենք հաղթած ստացվենք։ Ժողովուրդ ջան, ցավոք, մենք պարտվել ենք։ Պարտվելը նշանակում է, որ մենք պետք է ամենամեղմ, ամենակիչ ուրեմն հետևանքներով այստեղից մի կերպ դուրս գանք եւ դուրս գալը նկատի ունեմ ժամկետը, ժամանակը։ Դուրս գալու համար մեզ պետք է ժամանակ, կայունության կոնկրետ ժամանակ։ Հիմա ինչ է դա նշանակում։ Մեզ պետք է պահել Հայաստանի Հանրապետությունը իր միջազգայինորեն ճանաչված սահմաններում։ Ձեր ուրեմն պատկերացումները ես բոլոր ժողովրդին չեմ դիմում, բայց այն գործակալներին, որոնք այս իրավիճակն են ստեղծել, չէ, ռուսական ուրեմն իշխանություններին նախկինում ով հանձնել է ռուսոց կայսրին։ Ձեր ստեղծած անվտանգային համակարգը փլուզվել է մեր բոլորի գլխներից վրա, Ռուսաստանի այդ անվտանգային համակարգը, ՀԱՊԿ-ը եւ այլն, ուստի հիմա անվտանգության համակարգ առհասարակ չկա, եւ Հայաստանը պետք է 0-ից ձևավորի անվտանգության համակարգ, մենք դաշնակից դեռ ունենք, մենք բանակ ձևավորել, տեսանք, որ այն կեղծ իբրև ամենահզոր բանակը եւ այլն, դեռ Ռուսաստանն ինչ բանակ ունի, տեսանք մենք Ուկրաինայում, իսկ Հայաստանում ինչ բանակ էին ձևավորել, դա էլ շատ լավ գիտենք։ Ուստի մենք պետք է բանակը վերազինենք, պատրաստենք, դա հնդկական զենքով անել հնարավոր չէ, հնդկական զենքը միջարկյալ տարբերակ է, մենք պետք է զինվենք արևմտյան զենքով, արևմտյան զենքի համար մեզ ուղի է պետք, ուղին փակ է Վրաստանով, Վրաստանի ռուս օլիգարխ Բիձինա Իվանիշվիլին փակել է ֆրանսիական զենքի մատակարարումները, իսկ ֆրանսիականից հետո ամերիկյան պետք է գար, մենք պետք է բանակը զինենք, մենք պետք է 20-30 տարվա ընթացքում կարողանանք սերունդ ձևավորել, մի սերունդի մեջ երրորդ աշխարհից առաջի աշխարհ անցնենք, Հայաստանը Սինգապուրի, Իսրայելի, Շվեյցարիայի նման փոքր բայց հզոր պետություն, ազգ բանակ ձևավորենք, Միացյալ Նահանգների այստեղ ամենահզոր դաշնակիցը լինենք, բարձր տեխնոլոգիական, այլ ոչ թե յուղատնտեսական տնտեսություն ունենանք պետությունում, էֆեկտիվ կառավարման համակարգ, էֆեկտիվ բանակ։ Առանց այդ ամեն ինչի մենք պետք է մեր էմոցիաները, մեր պահանջները զսպենք։ Չմոռանաք, Ադրբեջանը պարտվել էր պատերազմում մեր հետ եւ շատ տարիներ գլուխը կախ, կամած, ինչով էր զբաղված։ Իրապետության ամրապնդման, նավթամուղներ կառուցելու եւ որ գումար աշխատի, տնտեսություն ձևավորելու, հետո էլ նավթամուղների համար իրան 20 տարի պետք է կավ։ Իսկ 20 տարի հետո մենակ 90-ականներից ֆաստացի 2010-ից հետո ինքը սկսեց լուրջ զինվել։ 20 տարի հետո ինքը սկսեց զինվել, 10 տարի զինվավ եւ 30 տարի հետո ինքը հակահարված հասցրեց մեզ։ Հիմա դուք ուզում եք մենք պարտված իրավիճակում մեզ հաղթածի պես պահենք եւ եթե դուք դեռ սրանով դժգոհ եք, ասում եք վարչապետն է մեղավոր, հարգելի հայրենակիցներ, սա ուղղակի լուրջ չի եւ խնդիրը պետքա նայենք ով այսպես մտածում է նրա մեջ։ Վարչապետ ձեզ ենք այսօր նշանակում, ինչ եք անում, բոլորին եմ ասում, ով այս մոտեցում ունի, ինչ եք անում, թե դուք պատկերացնում եք, որ ռեսուրսներ չունենալու իրավիճակում դուք զուտ պոպուլիստական կարող եք ագրեսիվ ուրեմն քաղաքականություն վարեք եւ դրանով ինչ որ արդյունքի կհասնեք, թե կարծում եք որևէ մեկին կդիմեք, մեզ փրկեք եւ կփրկեն, այդպես չէ։ Այդպես չի աշխատում, ուստի մենք պետք է գլուխ կկախ ինչ որ առումով, այո, էմոցիաները զսպենք եւ գնանք մեր պետության այնպիսի պետություն կերտման, որ ոչ թե Ադրբեջանը, ով ուզում է լինի մեր վրա որ հարձակվի, ոնց որ Իսրայելը այսօր։ Գիտի, որ ամեն դեպքում հաղթելու է եւ ոչ մեկ չի կարողանա այնպես անել, որ Իսրայել գոյություն չունի։ Դա է մեր նպատակը։
Ես միայն կուզենամ ավելացնել, որ Ադրբեջանը կարողացավ հզորանալ, իր հարցերը լուծել, որտեվ Հայաստանը ժամանակին հարցը չլուծեց։ Այդ ռուսամետ քաղաքական գործիչները, երբ որ մենք հաղթած էինք, չստիպեց Ադրբեջանին ինչ որ մի բան ստորագրել Հայաստանի օգտին, հա, գոնե որ մեր հաղթանակը ամրագրեին ինչ-որ մի ձև դիվանագիտական լեզվով ասած, ոչ մի բան չարեցին, թողեցին, նրանք էլ հզորացան, ռուսն էլ մեզ դավաճանեց, ու վերջում էլ եղավ այն ինչը որ եղավ։ Հիմա լավ, որ ձեր ժամանակը էլ շատ չխլենք, միանգամից ասենք հոգևոր դաշտ, գիտեք ինչ է կատարվում հոգևոր դաշտում։ Հոգևոր չէ, բայց էլի կրոնական, որովհետև այն դաշտ, որը դուք ասում եք, հոգևորության հետ կապ չունի, կրոնական դաշտը զուտ շատ ճիշտ եք ասում, բայց պետք է որ ասում է հարգանքի, հա, ասենց ասա, վերջով այդ մարդիկ գտնվում են մեր եկեղեցու մեջ, իսկ եկեղեցին իրանքը չեն, բայց մեր եկեղեցու մեջ են, իսկ մենք մեր եկեղեցին, գոնե ես իմ եկեղեցին շատ եմ սիրում ու ցավում եմ, որ այդ մարդիկ գտնվում են մեր եկեղեցու մեջ։ Ես իմ եթերներում միշտ ասում եմ, որ մեր եկեղեցին զավթված է եւ պետք է ազատագրվել։ Բայց ես հիմա չեմ ուզում իմ կարծիքը ոնց որ ասում եմ թելադրել ձեզ, ես ուզում եմ ձեր կարծիքը լսել, ինչ կարծիք ունեք։ Շատ ճիշտ եք, մեր եկեղեցին առաջի երթին տեսեք, հոգևոր հարցերը մարդու ներքին հարցերն են։ Եվ մարդ նույնիսկ ճիշտ չի։ Մենք եթե մեզ հոգի ենք ընկալում, ապա հոգևոր հարցերը մեր հոգու հետ կապված հարցեր են։ Իսկ կրոնական հարցերը հատկապես նկատի ունեմ այն դեպքում, երբ հոգևորականը մտնում է քաղաքական դաշտ, մտնում է համակարգի դաշտ, որտեղ երբ հոգևորականը զբաղվում է հոգու հարցերով, ներքին հարցերով եւ փորձում է իր խոտի հետ հենց այս հարցերով զբաղվել, դրանում մենք ներխուժելու կարիք չունենք։ Դա հոգևոր անձնական հարցեր են, բայց հենց իրանք ներխուժում են եւ անցնում են քաղաքական, պետական, միջազգային կամ որևէ ուրիշ դաշտ, դա մեր դաշտն է։ Նկատի ունեմ մեր եւ ձեր, առ նկատի ունեմ պետական եւ համակարգի դաշտն է, ազգային դաշտն է։ Ուստի եկեղեցին կարևորագույն ազգային կառույց է, հոգևորի հետ միասին, կրոնական կառույց է, եւ երբ ասում եմ կրոնական, կրոնը հենց արդեն դա համակարգային գործընթաց է, ուրիշ կրոնների հետ հարաբերությունները, պետության հետ հարաբերությունները, ուրեմն միջազգային օրակարգում ներկայությունը, դիրքորոշում եւ այլն, դա սա քաղաքականություն է։ Մենք իրարից պետք է բաժանենք, հա, այդ ամեն ինչը, եւ եթե ուշադիր կարդանք Աստվածաշունչը, ապա հենց այդտեղ էլ Հիսուսը նույն այդ մոտեցումը ունի եւ պետք է բաժանենք իրարից, ուրեմն այնինչ հոգեվոր է եւ այնինչ քաղաքական, կեսարի պատկանելիություն։ Ուրեմն երբ նրանք մտնում են կեսարի դաշտ եւ մտնում են իշխանական դաշտ, ապա պետք է գիտենան, որ ժամանակները փոխվել են, իրանք սովոր են, որ հայոց պետություն գոյություն չունի եւ իրանք են պետության դերը կատարում, այն էլ սովոր են ուղղակի կայսրությունների տակ եւ վերջի 100 ամնակները ռուսական կայսրության տակ, բայց ես չվիրավորելով ռուսական կայսրությունին, նաեւ ասեմ, որ օսմանյան կայսրություն, պարսկական կայսրություն, ուրիշ կայսրությունների տակ են պարկե այս մարդիկ, խնդիրը միայն ռուսականում չի, բայց վերջի դարերում սովոր են արդեն վերջի սերունդները, որ իրանք ռուսական կայսրի տակ են, ռուսական ցարի տիրապետության տակ են, բայց վարչապետը հետաքրքիր բան ասաց, նորություն չի, ուղղակի հետաքրքիր է, որ ինքն էլ դա ասեց, որ այս մարդիկ հիմիկվա սերունդը գտնվող մեր եկեղեցում, ով զավթել է, ճիշտ ասացիք, մեր եկեղեցին, հայ ժողովրդի եկեղեցին, ուրեմն իրանք մեծացել են եւ կայունացել են սովետական միության ժամանակ աթեիստական շրջանում։ Ուստի դա տարբերվում է կայսրական Ռուսաստանից, որտեղ որ կրոնը իր դերը ուներ։ Այս մարդիկ առհասարակ չեկիստական մոտեցում ունեն, որտեղ որ կրոնը, հիշեցնեմ, KGB-ի համար 5-րդ բաժին, պատասխանատու կրոնի համար KGB-ի 5-րդ բաժինը նկատի ունեմ, որտեղ որ կրոնը դա ուղղակի եղել է միջոց, դա որևէ հոգևոր հիմք չի ունեցել։ Եվ Կտրիչ Ներսիսյանը եւ իր փոքրիկ խմբակը շակերտներում նույն այդ տրամաբանությունով են իրանց դաստիարակե, ուրեմն KGB-ի այդ համակարգում։ Եվ հիմա ցավոք իրանք չկարողացան, որովհետեւ բывших КГБшников не бывает, չկարողացան հասկանալ, որ ուրեմն
սովետական միությունը փլուզվել է, կա Հայաստանի Հանրապետություն եւ իրանք պետքա ծառայեն քաղաքական առումով, հոգեվոր առումով պետք է ծառայեն Աստվածաշնչի եւ Հիսուս Քրիստոսի գաղափարության, ուրեմն այն գաղափարներին, ինչը ինքը մեզ բոլորիս ժառանգել է, բայց այս մարդիկ հակառակն են անում առհասարակ եւ իրանք ծառայում են այո սովետական միությունի, դե գիտեք, սովետական միությունը փլուզվել է, KGB-ն չի փլուզվել եւ իրանք շարունակում են այդտեղ այդ ուղղությունով ծառայել։ Հիմա իրանք պառակտել են այս ժամանակահատվածում մեր եկեղեցին, ինչպես մեր պետությունը պառակտեցին եւ երբ Կտրիչ Ներսիսյանը հատուկ օպերացիայի հետևանքով հոկտեմբերի 27-ի հետևանքով, որի հետևանքով հայկական, տեսեք դուք ասացիք, հաղթանակից հետո մենք պետք է մեր հաղթանակը ամրապնդեինք։ Վազգեն Սարգսյան կար, գործընթաց կար այդ առումով եւ մենք փորձում էինք լուծել այդ հարցը այդ ժամանակ։ Կար Վազգեն Սարգսյան ինչպես հաղթանակած սիմվոլներից մեկը եւ ինչպես պետության սուվերենության հիմք։ Ինչ արեց Ռուսաստանը, քանդեց հայկական պետության սուվերենությունը, իսկ սուվերենությունը հաղթանակից եկավ Ղարաբաղի պատերազմում։ Եվ նույնը արեց եկեղեցում, եւ պառակտեց պետությունը եւ եկեղեցին, նույնը դաշնակցությունում իհարկե։ Հիմա մենք տեսնում ենք, որ այս մարդիկ, փոքրիկ այս խմբակը շարունակում է ծառայել իրանց տիրոջը, ուղղակի իրանք տիրոջ հասցեն են շփոթում, հասկանում եք, Լուբյանկայում են իրանց տերերը եւ Կրեմլում եւ կարծում են, որ նույնի նորից պետքա վեկալեն հայ ազգի շահերը եւ հանձնեն Ռուսաստանին, բայց հայկական պետությունը հիմա գուցե հուսով եմ, որ եւ ուրախ եմ, որ Փաշինյանը դա հասկացել է, որովհետեւ 2018-ին եւ եկավ իշխանություն չէր հասկացել, որ պետքա նոր Հայաստան, նոր հայրապետի ուղղությունով շարժվեր։ 20 թվականից հետո նաեւ միանգամից չհասկացավ եւ Արշակ Կարապետյանին կարծես, պաշտպանության նախարար էր նույնիսկ նշանակե, ավելի լավ է ուշ քան երբեք, բայց ավելի լավ կլիներ շուտ, ավելի քիչ ուրեմն կորուստներ կունենայինք, հասկացել է, որ Ռուսաստանից պետք է շեղվել։ Հիմա այս փոքրիկ խմբակը, իդեմս Կտրիչ Ներսիսյանի եւ իր մաֆիոզա կլանական համակարգի, ռուս օլիգարխ Սամվել Կարապետյանի, նախկին իշխանությունների եւ այլն, եւ այդ ԱԱԾ տնօրեն Կրիմնաշի փորձում են կազմակերպել Հայաստանում հեղաշրջում, որ նորից հանձնեն Հայաստանի իշխանությունը կայսրին, որովհետև այդ մարդիկ Հայաստանում իշխանություն պահելու մի ձևաչափ գիտեն իրանց համար, մի ձև կա։ Իրանք հանձնում են Ռուսաստանին, դառնում են Ռուսաստանի այստեղ գեներալ գուբերնատորները եւ հայ ազգից ուրեմն գումարեն վաստակում եւ տիրապետում։ Դա էր կազմակերպել Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը եւ հիմա նույն բանն են ուզում անել։ Բայց հիմա կա հայկական պետություն, որը գնում է սուվերենության ճանապարհով եւ ես կարծում եմ, որ կարեւորագույնն է, որ մենք Կտրիչ Ներսիսյանից ազատենք եւ իր փոքրիկ խմբակից ազատենք մեր եկեղեցին։ Իրոք շատ մենք քահանա ունենք, հատկապես հենց քահանաների աստիճանով, որովհետեւ սրբազանների այդպես կոչված էպիսկոպոսների մակարդակով Կտրիչ Ներսիսյանը ամեն ինչ է արել, որ իրպես մարդկանց բերի եւ կոմպրոմատներ իրանց վրա լինեն, որ կոմպրոմատներով կարողանա կառավարի համակարգը, բայց քահանաների մակարդակով մենք շատ քահանաներ ունենք, ով իրոք հոգևոր կյանքով է ապրում եւ միևնույն ժամանակ եթե ծառայել է ուզում որևէ համակարգին ստիպված մասնակցել այդ համակարգում, ինչպես արդեն նշեցի, կրոնական, ապա ծառայելու է եւ ուզում է ծառայել միայն Հայաստանի Հանրապետությանը, այլ ոչ թե ուրիշ պետությանը։ Եվ ավարտելով պետք է ասեմ, որ հայ առաքելական եկեղեցին մեր պատմական կառույցն է եւ պետք է ծառայի միայն եւ միայն Հայաստանի Հանրապետության շահերին քաղաքական առումով, հոգևոր առումով Հիսուս Քրիստոսի եւ Աստվածաշնչի գաղափարներին, բայց այս մարդիկ այսօր համ դրա դեմ են գնում, համ էլ Հայաստանի Հանրապետության դեմ են գնում եւ կներեք կամ էլ ձեր գոյությունը առհասարակ այս մարդկանց ինչու՞մ է, եթե դուք համ հոգևոր հիմքի դեմ եք գնում, ինչու վրա հիմնված է հայ առաքելական եկեղեցին, համ էլ պատմական կարեւորության դեմ, որովհետեւ դրա կարեւորությունը այդ կառույցի մեր ազգային կառույցն է, հա, ուրիշ կարևորություն դա չունի, որովհետև եթե զուտ կրոնական առումով խոսես, ապա քրիստոնեական հարցին չէ, բաժանված տարբեր ազգերի, դա առանձին թեմա է։ Առհասարակ կամ էլ եթե համակարգային մաս չկա, քրիստոնեությունը չպետք է բաժանված լինի։ Բայց եթե բաժանված է եւ համակարգով է, որ պետությունի եւ ազգը, ամեն ազգը իր սեփական եկեղեցին ունի, ապա գոնե հայկական եկեղեցին այդ դեպքում պետք է ծառայի հայկական պետության շահերին, այլ ոչ թե իր դեմ գործի։
Հիմա պարոն Թումասյան, այսքան քահանաների մեջից մենք ունենք շատ քիչ քահանաներ, որ միացել են այս շարժմանը, լեզուս էլ չի ֆռում շարժման ասել, սա շարժում չի, սա ազատագրման պայքար է, որին որ շուտ պետք է միանային, եւ ամենավերջինը Տեր Թադեն է, դրանից հետո դրանից առաջ Տեր Արամն էր, ինչու այսքան քիչ։ Առաջի երթին դրանից առաջ եւ ամենակարևորը ով լուրջ հարված է հասցրել Կտրիչ Ներսյանին, իհարկե իր նախկին գավազանակիր հայր Խորեն Վարդապետ Հովանեսյանն է։ Խնդիրը նրանում է, որ ինքը խոսքին կարգալույծ է արված եւ բոլորին ով մի փոքր Կտրիչ Ներսյանի համակարգին չի ենթարկվում, կարգալույծ են միանգամից անում նրա համար, որ հեռացնեն համակարգից եւ համակարգը պահեն այսպիսի ուրեմն Տեր Արամը ասաց, չէ՞, մանրամասն զինվորական փաստացի իերարխիա է ստեղծված, ոնց KGB-ում սովորացրել են, հենց այդպես էլ անում են, ուրիշ ձև չգիտեն, ինչ սիրո եւ համերաշխության իրավիճակ, ինչպես է ասված Աստվածաշնչում, սիրիր քո թշնամուց նույնիսկ այս մարդիկ ոչ թե թշնամուն, այս մարդիկ իրանց եկեղեցում, մեր եկեղեցում, բայց իրանց այդ համակարգում գտնվող մարդկանց չեն սիրում, միանգամից կարգալույծ են անում, որովհետև Կտրիչ Ներսյանին չեն ենթարկվում, կարծես Կտրիչ Ներսյանը ով է, որ իրան պետք է ենթարկվեն, ենթարկվել բառը առհասարակ այստեղ պատշաճ չէ, Հիսուս Քրիստոսը որևէ միտեղ չի ասում, որ որևէ մեկը պետք է իրան ենթարկվի, լրիվ ուրիշ գաղափարներ է քրիստոնեությունը, այս մարդիկ ոչ միայն Աստվածաշունչ չեն կարդացել, այս մարդիկ քրիստոնեության հետ էլ կապ չունեն, հասկանում եք, իրանք չգիտեն ինչու մասին է քրիստոնեությունը, իրանց համար տարբերություն չկա, որ կրոնով իրանք կառավարեն ժողովրդին, իրանց նպատակն է ժողովրդին կառավարել, այդ թվում ասեմ ձեզ, որ ինչքան ավելի տգետ լինի ժողովուրդը, չկրտված լինի ժողովուրդը, այդքան Գարեգինին եւ Կտրիչին եւ իր խմբակին ավելի լավ, որովհետեւ իրանք Աստծո անունը օգտագործում են իրանց սեփական մաֆիոզա-կլանական, KGB-ական եւ ուրիշ նպատակները առաջ տանելու նպատակով։ Դա է իրանց օրակարգը, ցավոք, եւ միչեւ մենք չազատագրենք մեր եկեղեցին իրանցից, միչեւ մեր ազգը ճիշտ հոգեվոր հիմքի վրա չզարգանա, միչեւ հայը, տեսեք, դուք ասում եք հզոր պետություն է մեզ պետք։ Դուք ասում եք մենք Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ այսպիսի գլուխը կախ իրավիճակում չպետք է գտնվենք։ Ես չեմ ճանաչում իրական հայ, ով կասի, որ այո, այդպես չէ։ Ճիշտ եք, բայց տեսեք, դրան մենք պետք է հասնենք ինչու հիմքի վրա։ Նրա հիմքի վրա, որ հայը հային հզորացներ, հայը հայի հետ միասին հզոր պետություն կառուցեր։ Մեզ ինչ են սովորացրել 30 տարվա ընթացքում, այս պղծված իրավիճակում, վերջի 20-25 տարվա, հա, որ հայը հայից պետք է գողանա, հայը հայից ինչքան ավելի լավ մեքենա, տուն ունենա, ինքը ավելի լավ ապրի, դա է հայ կարգավիճակը, ստատուսը Երևանում եւ այլն ուրիշ տեղերում ինչու մասին է խոսքը։ Պետությունից գողանում ես դու լավ բան ես անում, դա ինչ է սովորացրել։ Եկեղեցում ինչքան ավելի հարուստ կուտակեն գումարներ եւ այլն, իրանց Բենթլիներով, իրանց օտար պետություններով, հանգստներով, այդ իբրև քահանաները եւ այլն։ Ինչ արժեքային համակարգ են մեզ ներկայացրել։ Իսկ ազգը առանց արժեքային համակարգ առաջ չի կարող գնալ։ Եվ երբ որ բանակում արժեքային համակարգներ որդիդ չծառայի, որովհետև քու որդի տայիս ուրիշի որդին որդի չի, եւ արժեքային համակարգեր, որ դու գողացիր բանակից գլխավորն է դու լավ մեքենա կամ տուն ունենաս, եւ արժեքային համակարգեր, որ ուրեմն այդ թվում ինչ են մեզ սովորացրել Իսրայելի հետ համեմատ, հույսը դիր Աստծո վրա, բայց քո անելիքը դու մի արա։ Դա պղծված քրիստոնեության պատկերացում է, որովհետև այդպիսի բան քրիստոնեությունում չկա, հակառակը, եթե դու հավատում ես, քո հավատքը պետք է գործով դու ապացուցես, իսկ այս մարդիկ փորձել են հույսը առհասարակ դնել անհասկանալի ինչ-որ ուժերի վրա, եւ ի վերջո բերում են մեզ ցեղասպանությունից ցեղասպանություն, տառապանքից տառապանք։ Նրա փոխարեն, որ հայ առաքելական եկեղեցին առաջինը հիմք ստեղծի, որ հայը հային դաշնակից է, հայը հայից լավ ապրելու նպատակ չունի, մենք բոլորս վտանգված ենք, մենք պետք է ամեն ինչ անենք, որ միասնական լինենք, տարբերություն հայի եւ ուրիշ հայի միջև չկա, մենք բոլորս եղբայր եւ քույրեր ենք, եւ մեր նպատակը պետք է լինի, որ մեր երեխաները ծառայեն, մենք բոլորս ծառայենք, մենք բոլորս հզորացնենք պետությունը, մեր հարկերը վճարենք, այն էլ ավել վճարենք, եթե պետք է, հզոր պետություն ստեղծենք, իշխանությունն էլ պետք է ամեն քայլի համար պատասխանատու լինի, որովհետեւ մենք այստեղ ոչ թե
հասարակ պետություն ենք ձևավորում։ Հայը պետք է իր հայրենիքում ապրի։ Գիտեք, այն Արարատի վրա նայող հայը ամենակարևորն է, ոչ թե Արարատի կնիքը, այլ որ հայ միշտ ապրի Արարատյան դաշտավայրում եւ Արարատի վրա հայ լինի եւ մեր նոր սերունդը երբ որ մեծանում է, այդ Արարատը տեսնի, որտեղ Սփյուռքում գտնվելիս դու չես տեսնում այդ Արարատը։ Եվ ամենամեծ հանցագործությունը դա է, ոչ թե կնիկ կլինի, թե չի լինի, այսպես նկարել կարող ենք ունենալ մեր հեռախոսի կամ տան մեջ, բայց գլխավորն է իրական Արարատը մենք մեր մայրաքաղաքից, մեր հայրենիքից տեսնենք։ Եվ միջև այդ համակարգը մենք հոգևոր հիմքը չենք ձևավորել, մենք հզոր պետություն չենք կարող ձևավորել։ Բայց Կտրիչ Ներսիսյանը եւ իր փոքրիկ խմբակը պղծում է մեր ազգի, մեր եկեղեցու նաև հիմքերը եւ այդ պղծված հիմքի վրա դու չես կարող հզոր պետություն ձևավորել։ Ուստի մենք պետք է ազատենք Կտրիչ Ներսիսյանից համակարգը, կան հոգևորականներ վախում են ձեն անել, կարծում են, որ իրանց կարգալույց կանեն եւ դրանից հետո իրանք համակարգից դուրս կմնան։ Ես ավարտում եմ, որ այդ հոգևորականներին կոչ եմ անում միանալ մնացած հոգևորականներին, մենք ձեր կողքին ենք։ Դուք եք մեր եկեղեցու ապագան, որովհետև մեզ վախկոտ եւ ենթարկվող մարդիկ այդտեղ պետք չեն։ Հիսուս Քրիստոսը ամենալավ օրինակն է դրա, որ ինքը որևէ մեկից որևէ բանից չի վախեցել, առհասարակ եւ ճշմարտությունը միշտ ասել է։ Եվ ոնց կարա քրիստոնյա քահանան վախենա ճշմարտությունը ասելուց։ Առհասարակ դու քրիստոնյա քահանա չես, ուրեմն, եթե դու վախենում ես, ուրեմն ինչ որ մեկից, որ ինքը քեզ, չգիտեմ, ինչ որ մի բան կանի։ Հիսուսը ոչ մի բանից չի վախեցել։ Ես միայն ուզում եմ ավելացնել, որ մի անգամ Սարգսակ Խաչատուրի հետ զրույցում հենց այս թեմայով ասես, գիտես ինչ կա, ասես տղա ջան, ասեց քրիստոնեությունը քաջերի կրոնն է եւ կոչ եմ անում, որ դուք էլ լինեք քաջ, խոսքը հոգեվորականների մասին է եւ չվախենալ ոչ մի բանից, եթե դուք մաքուր հոգեվորական եք, դուրս եկեք եւ պայքարեք այս զավթիչների դեմ։ Մեկ էլ մի բան եմ ուզում ավելացնել, քանի որ խոսացիք դուք Տեր Խորենի մասին, որ ամենաուժեղ հարվածն է հասցրել, ես այդ կարծիքին չեմ առանց ցածրացնելու մարդու աշխատանքը, իմ կարծիքով ամենամեծ հարվածը հասցրել է Սահակ քահանան, որը որ ես ինչ հիշում եմ, այդ մարդը խոսում է, եթե Խորենը նոր էր խոսում, Սահակը շուտվանից էր խոսում, նենց որ կան լավ հոգևորականներ, ով հզոր հարվածներ են հասցրել, առանց նորից եմ ասում ցածրացնել կամ թերագնահատել մարդու արածը, նույնն էլ Խորենին։ Ես չեմ համեմատում ով է ամենա հզոր հարվածը հասցրել, կարելի ասել հզոր հարվածներից մեկը, նույնը կարելի է օգտագործել Տեր Սահակի հանդեպ, նկատի ունեմ, որ պաշտպանենք այս քեզոքությունը, որովհետև այստեղ կարևորություն չկա որևէ մեկին մյուսի հետ համեմատելու։ Հարցը նրանում է, որ Հայր Խորենի հայտարարությունները այդ թվում ինչպես դա լուսաբանվեց եւ ինչ ուղղություն տրվեց KGB-ի հետ կապի մասին, որի վրա Կտրիչը չի պատասխանել, որ ինքը դատական համակարգ հրավիրել են, լրջագույն հարված էր, այն կողմից նաեւ թայմինգի դերը ունի իր հարցազրույցը, գիտեք, ուրեմն Պետրոս Ղազարյանին հանրայինի եթերում եւ այլն, նկատի ունեմ դա, որ դա լրջագույն էր, ես չեմ համեմատում որևէ մեկին, որովհետեւ Նոր Հայաստան, Նոր Հայրապետը իր դերը ուներ, բայց այն ժամանակահատվածում, այն իրավիճակում եւ այնտեղ պետք չի համեմատել, հակառակը պետք է ասել, որ բոլոր քահանաները, բոլոր կրոնական մեր ներկայացուցիչները, ով որևէ իրանց ներդրումը կուզենան անել բաց, թաքուն, թե ինչպես, դա նաեւ ուրիշ հարց է, անպայման չի միայն բաց դա լինի, կամ տեսեք, Տեր Արամը ուրիշ օրակարգով մոտեցավ առհասարակ, ուրիշ բառապաշար օգտագործեց, Տեր Թադեն ուրիշ, հարցը դրանում չի, բոլորի հանդեպ մենք ունենք մեծ հարգանք, ով օգնում է հայ ազգին, որ մենք ազատագրենք մեր եկեղեցին, որովհետև մեր նպատակն է, եւ դա ընդգծում եմ, կեղծ տվյալներ են տարածում, իբրև մենք եկեղեցու դեմ ենք կամ եւ այլն, ռուսական այդ շպիոնների տարածած բաներն է դա։ Մենք մեր եկեղեցին ազատագրելու ենք եւ դրանից հետո շատ ավելի հզոր կառույցը լինելու հայ առաքելական եկեղեցին, քան Կտրիչի ժամանակ, որովհետև այդ հոգևոր եւ ազգային նպատակը, ազգային ազգ դաստիարակելու նպատակ, կներեք, բայց Կտրիչը ոնց կարա որևէ մեկին դաստիարակի։ Դա абսուրդ է, դա абսուրդ է։ Ազգ դաստիարակելու առաքելությունն է եկեղեցին։ Չի կարա դաստիարակի մի մարդ, ես միշտ հաղորդումների մեջ ասում եմ, մի ժողովուրդելի կասեն, էլի ասեցիր Լենրուշ։ Բա ոնց չասեմ, մի մարդ, եթե ֆիքսված գումար է նշանակում կնունքի, հարսանիքի, թաղման, ցանկացած արարողության համար
գումար է նշանակում, ոչ թե նվիրատվություն։ Բիզնես է իրանց համար։ Այո, իրանք մեր եկեղեցի սարքել են, բիզնես կլուբ սարքել են, չգիտեմ, մի հատ Ավելին ասեմ, ուրեմն եպիսկոպոսների եւ թեմի առաջնորդերի պաշտոնները, ինչքանով ես գիտեմ շատ վստահելի ակունից, վաճառում է առհասարակ կտրիչը։ Էլ չասեմ, որ Միքայել հելի ասма ձեր իշ գործ մենք կանանց հետ կհանդիպենք, չենք հանդիպի։ Չհասկացա։ Այդ մարդիկ մի բան չեն հասկացել, իրանք կարծում են եկեղեցին իրանցն է, իրանց սեփականությունն է։ Իրանք նույնիսկ այդքան տգետ են։ Չգիտեն բառ եկեղեցի ինչ է նշանակում։ Եկեղեցին առհասարակ նշանակում է միավորում եւ միավորում ում ոչ թե քահանաների, այլ հենց մի կողմից հոգեվորականների եւ հələ ինքը պետք է ապացուցի, որ ինքը իրոք հոգեվորական է, այլ ոչ թե մատերիալ աշխարհում է, նյութական աշխարհում է։ Այդ սև շորը հակտելը չէ, դի ես էլ կարամ հակնեմ։ Հա, կներեք, այդ մարդկանց ով ծառայում է եւ հավատացյալ ժողովրդի, կա եկեղեցի առանց հավատացյալ ժողովուրդ։ Չկա եկեղեցի առանց ժողովուրդ։ Ոչ կարա, եթե դա ձեր ներքին գործն է, բոլոր հավատացյալ ժողովուրդն էլ ներքին գործի մասն են։ Ներսի մասն են, չկա եկեղեցի։ Դուք եկեղեցու սեփականատեր չէր, առաջինը այդ մարդիկ այդ շենքերի, կառույցների, պատմական հուշարձանների, ինչը մենք կոչում ենք եկեղեցի, ինչպես տաճար, չէ՞, դրա տերերը չեն։ Հարգելի դրա տերերը հայ ժողովուրդն է։ Երկրորդն էլ մեր պատմական մի հատ ավարտեմ, էլի։ Մեր պատմական կառույց եկեղեցին ինչ մենք կոչում ենք, չէ՞, հայ առաքելական եկեղեցի։ Դրա տերը չեն նաև այդ մարդիկ, իրանց հայրերը եւ պապերը չեն թողել ժառանգությամբ այդ եկեղեցին, մեր ազգինն է։ Եվ առանց հավատացյալ ժողովրդի, ես ասեմ, որ ամեն հայը, չնայած նրա ինչ մոտեցումներ կարա ունենալ, հայ առաքելական եկեղեցու սեփականատեր է, որովհետև դա հայկական ազգային կառույց է, տարբերություն չկա, ով ինչ աստիճանով է իր դերը այդտեղ պատկերացնում, ինչպես հաճախ կարդում Աստվածաշունչ խոսքին եւ այլն, հարցը դրանում չէ։ Բոլորի համար դա մեր ազգային կառույցն է, կարևորագույն։ Սփյուռքում խոսքին ինչ է անում եկեղեցին, համախմբում է բոլորին։ Այդտեղ կարևորությունը նրանում չի, դու ինչքանով հավատացյալ ես եւ այլն, դա կապ չունի, կարա մարդ նույնիսկ հավատացյալ չլինի, բայց եկեղեցին մեկը միավորում է հայ ժողովրդին։ Այդ Սփյուռքում մենք գիտենք, որ այդ դերը եկեղեցին անպայման ունի։ Ուստի պետք է հասկանանք, որ եկեղեցին պատկանում է հայ ժողովրդին եւ առանց հավատացյալ ժողովրդի չկա եկեղեցի, առհասարակ ներքին հարցեր գոյություն չունի, ասում է ձերից գործն է։ Հենց մեզ գործն է, դուք ով եք։ Ախր աբսուրդ է, չէ՞, սրա մասին խոսալ, սրա մասին բացատրել։ Ու այդ որ իրանք ասում են ձեր իշ գործն է, մի հատ էլ նես մունաթով են գալի, ոնց որ իրանց բանն է այն հայերեն ասած ասում է հորը դուքյանն է, ինչն է, նենց էս վրես մունաթ գալի, թում ձեր իշ գործ, գնացեք ձեր գործ, այդ եկեղեցին Կամ կարծում են շոր կհակնեն, ուսերից խաչ կգցեն ու դա իրանց ինչ որ հիմքեր է տարի խոսալու, հասկանում ես։ Դե ես էլ էի ասում, ասում եմ այդ սև շորերը ես էլ կարամ հակնեմ, բայց այդ ինձի հոգեվորական չի սարքի։ Դե կարծում են կտրիչի թույլտվությունով է այդ հարցը լուծվում։ Միջև հայ, կներեք, բայց ես չեմ ուզում նվազեցնեմ ամենայն հայոց կաթողիկոսի դերը։ Ուղղակի ամենայն հայոց կաթողիկոսի պաշտոնում գտնվող մարդուն ամբողջ հայազգը պետք է իր հոգևոր հայր համարի եւ հարգի։ Մի մարդ, որ երբ այդպես կլինի, լրիվ ուրիշ իրավիճակ կլինի։ Պարոն Թոմասյան, կտրիչի մասին ենք խոսում, այո։ Որ եկեղեցու զանգերը խփի, դուք շատ լավ գիտեք, չէ՞, Հայաստանում եկեղեցու զանգերը խփելը, դա թուրքերը հարձակվում են, ոդքի ժողովուրդ, ոդքի Հայաստան։ Պատերազմի ժամանակ տեղի չի ունեցել։ Սարդարապետի ժամանակ տեղի է ունեցել եւ հիմա դուք ասեք։ Դե իրանց հետաքրքիր չէր որ տեղ ուներ։ Մի խոսքով, երբ որ Միքայելին ձերբակալում էին, խփեցին զանգերը, ինչ էի ասում, որ դա մեզ համար ոնց որ աշխարհի վերջն է, թուրքերը հարձակվել են, ժողովուրդ, մեր ումանուկ ոդքի։ Վերջ 10,000 հոգի էլ չգնաց Էշմիածին, հա 10,000 հոգի, էդ էլ իրանց պահակներով, չգիտեմ, իրանց ընտանիքներով Էշմիածին, դաշնակներով, այն հին թալանչիներով, զորով, շարով, խափելով, եթերներ անելով, դերասաններով են որ մեկը կար մեքենայի դեմը լացում էր, վայ, եւ ինչու համոզեցնում եմ ձեզ, ոչ թե դրա համար մայրաթորի կարեւորությունը հայազգի համար նվազելա, ոչ, ցավոք սրտի Ես ուրախ ենք որ ոչ, չի նվազել մայրաթորի կարևորությունը։ Մայրաթորը դեռ կունենա իր օրը։ Մենք ունենք լավ հոգեվորականներ, որոնք որ ժամանակը կգա եւ մայրաթորում իրանք կծառայեն իրեն ժողովրդին։ Հա, ասու եւ ժողովուրդ, այո։ Որ դուք ինքներդ շատ լավ ասացիք, որ հիմա Արցախի պատերազմի ժամանակ զանգեր չեն խփել։ Բայց հիմա որ Գարեգինը կտրիչը դուրս է գալի եւ խոսում է Արցախում հուշարձանների մասին եւ այլն։
Երբ 9 ամիս հայ ժողովուրդը այնտեղ սովի իրավիճակում էր, մենք բոլորս ամեն ինչ անում ենք բարձրաձայնելու այդ հարցը։ Ուր էր կտրիչը։ Պուտինը թույլ չէր տալի, որ զանգերը խփեր։ Պուտինը զանգել էր, ասում էր խելոք նստի տեղը։ Առաջինը գնար անցներ այնտեղ Լաչինի միջանցքով մտներ։ Ինչ էին անելու, ձերբակալելու էին։ Թող ձերբակալեին։ Մի հոգի է էլի, ազգի համար իրան նվիրեր, ինչ խնդիր։ Արգելից մեր հաղորդումը ձգձգվեց։ Իր ազգի համար եթե պետք կլիներ ամենայն հայոց կաթողիկոսը, իր հավատացյալ ժողովուրդը այնտեղ 9 ամիս։ Բայց դուք ինչ եք ասում, Պարքև ուրա։ Դա առանձին հարց է, բայց այո, բայց ես կոնկրետ խոսում եմ իմ ամենայն հայոց կաթողիկոսը։ Հիմա զանգեր չխփեց։ Իր հավատացյալ ժողովրդին չգնաց այնտեղ եւ պետք լիներ, ինչ էին անելու։ Բռնելու էին ադրբեջանցի։ Բայց Պարքևն էլ է միջազգային սկանդալ կբացվեր ու կարող է Լաչինի միջանցքը դրանից հետո բացվեր առհասարակ։ Ամենայն հայոց կաթողիկոսին եթե ադրբեջանցի ձերբակալեին իր խոտի մոտ գնալու պատճառով։ Բայց ինքը դա չարեց, հիմա երբ որ արդեն այս իրավիճակն է ստեղծվել, երբ որ խաղաղության օրակարգ ենք ուզում, իսկ ռուսները ուզում են պատերազմ լինի նորից, որովհետև Սունիկ են ուզում մտնել միրատվորցիների միջոցով եւ Սունիկում իրանց խաղաղապահ ճակերտներում դորախում կանգնացնել, որ լոգիստիկ կապերը թուրքական աշխարհի միջև Երևանը չկառավարի, Մոսկվան կառավարի, կտրիչը հիմա հիշելով, որ մենք այնտեղ ուրեմն հուշարձաններ ունենք եւ հայտարարություններ անում։ Հենց այդ եմ ասում, որ ժողովուրդը հիմա կարող է դա լսի, ասի վարչապետը չի խոսում դրա մասին, կտրիչը խոսում է, ուրեմն ինքը ավելի հայրենասեր է, բայց ժողովուրդ ջան, խորը նայենք այստեղ ուրիշ իրավիճակ կա։ Ցավոք կտրիչը դա պոպուլիզմի նպատակով է օգտագործում, որովհետև իրան լրիվ ուրիշ օրակարգ ունի եւ դրա օրին փաստը հենց նրանում է, որ ուրեմն Աջապահյանի պատճառով զանգեր են տալի, իսկ 9 ամիս սովում գտնվող մեր Արցախ հայության պատճառով զանգեր չեն տվել։ 9 ամիս զանգերը չպետք է դադարեին առհասարակ։ Պարոն Թումասյան, դա նույնն է, որ ռուսները ձեն չէին հանում, երբ որ Ադրբեջանը ներխուժել էր Արցախ եւ ջարդ ու փշուր էր անում մեր եկեղեցիները, բայց հենց ասма կառավարությունը կապավ կտրիչին, հա, հիշան, որ հայկական եկեղեցիները հազարամյա հայկական եկեղեցիները չի կարելի կպնել։ Դա նույնն է, որ ես ասում եի Պուտինը զանգել է, ասել է զանգերը չխփեք, ես հանակ չէի անում, տենց էլ եղել է։ Դուք ո՞նց եք պատկերացնում Ռուսաստանը պաշտպանում է հայ առաքելական եկեղեցին հայ ազգից։ Դա հայտարարություն է։ Ո՞նց եք դա պատկերացնում ուղղակի։ Դա ինչ է նշանակում։ Կամ էս հոգևորական կոչվածների Ռուսաստանը երբ ձեզ պաշտպանում է։ Պարոն Թումասյան, դուք արդեն լյուստրացիա է տեղի ունենում, հասկանում եք։ Արդեն դուք ինքներդ ձեզ ցույց եք տալի, որ դուք ում հետ եք ընդհանրապես, ում եք ծառայում։ Ձեզ առհասարակ ոչ Ռուսաստան, ոչ Ամերիկա, ոչ Չինաստան, ոչ Թուրքիա չպետք է հետաքրքրի։ Հայ ազգը կա։ Դուք հայ ազգը նույնիսկ այս մարդիկ բաժանել են իրանց ենթարկվող եւ իրանց մոտ ուժերի եւ մնացած հայերի, ով իրանց համար ճշնամի են։ Դուք առհասարակ պատկերացում ունեք քրիստոնեությունը ինչու մասին է։ Չեմ ասում արդեն ամբողջ աշխարհի քրիստոնյաներին եւ մնացած կրոնների ներկայացուցիչներին սիրեք։ Դա էլ է քրիստոնեություն։ Գոնե հայ ազգին ամբողջությամբ սիրեք, թե միայն նրանց եք սիրում, ով ձեզ ենթարկվում է։ Պարոն Թումասյան, ես շնորհակալություն եմ հայտնում, որ ընդունեցիք իմ հրավերը։ Ես առաջարկում եմ ձեզ ապագայում այս հարցի շուրջ ավելի նենց մի հատ նորմալ ու մեծ սենց հաղորդում կազմակերպենք, հա, բլոգերական, մերը հեռուստաընկերություն չի, մերը հարցազրույց չի իրականում, մերը զրույց է, մտքերի փոխանակում է, եւ այդ իսկ պատճառով ավելի ազատ էի նաև ձեր։ Այո, եւ շնորհակալ եմ։ Բայց գիտեք, որ հաղորդումը մի ժամից անցնում է, ժողովուրդը հոգնում է, դրա համար ես առաջարկում եմ այսօր վերջացնել, բայց այս թեման մի քանի ամիս հետո կամ երբ որ այս հարցը մի հատ վերջանա, կարգի գա, նորից ձեզ կհրավիրեմ եւ այս հարցով ավելի sense մի հատ հատուկ եթեր կկազմակերպենք եւ բոլոր ձեր ցանկությունները, ձեր կարծիքները կհայտնեք մեր եթերում եւ մեր հեռուստա դիտողը կամ YouTube-ա դիտողը, հանդիսատեսը բոլորը ձեզ կլսեն։ Շնորհակալություն, որ եկաք։ Մեր հյուրն էր Գեորգի Թումասյանը։ Ստեսություն, հաջողություն։